Ֆուտբոլասեր բարեկամներ խաղային օրը մեզ մոտ շարունակվում է ու օրվա վերջին հանդիպումը մեկ տարկած է, որտեղ մրցում են երկրորդ դիվիզիոնի շրջանակներում Արարատն ու Այաքսը եւս մեկ անչափ հետաքրքիր ու կարևոր դիմակայության ականատեսն ենք լինելու։ Հիմա խախտեց Իսկանդարյանը խաղի կանոնները, այո, սուլեց մրցավարը, այլապես հաշիվը բացելու իրատեսական հնարավորություն ստացավ հենց մեկ տարկում Այաքսը, բայց արդեն Իսկանդարյանի գործողություններում մրցավարը խաղի կանոնների խախտում էր նկատել։ Եկեք ծանոթանանք մրցող Թիմերի հայտարարություններից սկսենք Այաքսից դարպասը պաշտպանում է Արա Եսայանը, Մոզ Բունյատյան, համար 4 Հովհաննես Գուրեգյան, համար 5 Վայ Պողոսյան, համար 8 Արայիկ Ավետիսյան, համար 10 Հովհաննես Իսկանդարյան, համար 11 Արտյոմ Սարգսյան, համար 30 Արման Գյուլբարյան, համար 74 եւ Խորեն Հովհաննիսյան, համար 88 Հիմա գրոյի է փորձում անցնել Արարատը եւ այստեղ էլ թիկունքից խաղի կանոնները խախտեցին Մոզ Բունյատյանի դեմ պայքարում, այո, արագության տակ էր գտնվում Արարատի ֆուտբոլիստը եւ չկարողացավ նույնիսկ արգելակում տալ այս դրվագումը, այլապես արդեն միևնույնն է կորցրել էր գնդակը Եկեք ծանոթանանք Արարատի հայտարարությունի հետ Վիրապ Կիրակոսյանը պաշտպանում է դարպասը համար 1 Վրեժ Հարությունյան համար 3 Դավիթ Դավսյան համար 6 Գնել Զարգայան համար 7 Արմեն Մելոյան համար 8 Սամսոն Հարությունյան համար 9 Զորաբ Զաքարյան համար 10 Արտակ Սարգսյան համար 11 Պարքև Աբրահամյան համար 19 Նարեկ Արիբյան համար 22 Նվեր Եսայան համար 38 Արման Պողոսյան համար 41 եւ Գերաս Մանուկյան համար 79 դա էլ թիմի ավակն է ու տեսնենք այս թիմերը ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն մեզ Ավետիսյանը ընդունեց գնդակը ձախ եզրում արգելակեց մի պայեց գնդակի իր մոտ ու հիմա կսկսի գրո Այաքսը արդեն խորքից Խորեն Հովհաննիսյան Գնդակը տեղափոխված է դեպի Աչեզար Պողոսյանի ուղղությամբ վերջինս է թողեց գնդակը Բունյատյանին ու Այաքսը այսպես խաղարկումներով փորձում է հերթական դասական գրոյի մեկ տարկը տալ Սարգսյան Անչափ կարևոր է իսկապես այս հանդիպումը առաջին հերթին իհարկե երկու թիմերի համար էլ ուզում էի ասել որևէ ակումբի անուն, քանի որ մրցաշարային աղյուսակում պատկերը միանգամից խոսել տվեց այդ մասին, այո, այս պահի դրությամբ Այաքսը 4 հորիզոնականում է գտնվում 14 վաստակած միավորով 7 հանդիպումից հետո հիմա գրոյի փորձ ու խախտում այստեղ արդեն կար, այո Սարգսյանի կողմից եւ բավական վտանգավոր դիրքում Արարատը վաստակում է Տուգանային հարվածի հնարավորություն եւ տեսնենք ով է իրականացնելու այս հարվածը Արարատի կազմում կարծես Ղարիբյանն է մոտենում գնդակին Բավական մոտ տարածություն է այս ստանդարտին հետևենք, որից հետո իհարկե արդեն խոսենք մրցաշարային աղյուսակում տիրող պատկերի մասին կա մրցավարի սուրիչը Ղարիբյան հարված ու պատի վրա ընդունեց Ղարիբյանի կատարած հարվածը Այո մրցաշարային աղյուսակում պատկերը հետևյալն է Այաքսը 4-ը 14 միավորով Արարատն էլ 12 միավորով գտնում է 6-րդ հորիզոնականում թիմերին ընդամենը 2 միավոր է միմյանցից բաժանում ինչը նշանակում է եթե հաղթում է այսօր խաղադաշտում Արարատը ապա շրջանցում է մրցաշարային աղյուսակում Այաքսին եթե հաղթում է Այաքսը ապա միավորների տարբերությունը հասցնում է Արարատի միջև 5 միավորի ու արդեն մրցաշարային աղյուսակում եւս մեկ քայլով առաջ է շարժվում շրջանցում է Պալերմոյնով 3-րդ է 15 միավորով եւ Ընդամենը Այաքսին առաջատար Բենֆիկայից ու Փարիզից այդ դեպքում Բենֆիկայից 2 Փարիզից 1 միավոր կբաժանի վտանգավոր գրո Այաքսից ու Հովհաննիսյանը փորձեց այսպես մի կերպ հասնել գնդակին այսպես անվանենք այս դրվագը բայց իհարկե շատ ուժեղ էր կատարված փոխանցում ու նույնիսկ մեծ ցանկության դեպքում այստեղ Հովհաննիսյանի մոտ գնդակը շեղել չստացվեց այո եթե կարողանար աննշան հպում իրականացնել գնդակին ապա արդեն դարպասի գրավում կունենային Բունյատյան վստահ է գործում պաշտպանությունը Մոզ Բունյատյանը Не сужай, твой фланг, дед. Не сужай. Երկար փոխանցում ենք տեսնում առաջ փորձում է հիմա գրոյի անցնել Արարատը այո շատ հաջող հանդիպումներ անցկացեցին մեկնարկային տուրերում երկու ակումբներն էլ շատ հետաքրքիր պայքարներ տեսանք իհարկե Այաքսը նախորդ տուրում եթե չեմ սխալվում կարողացավ 5-2 հաշվով վստահ հաղթանակ տանել Արսենալի դեմ պայքարում
Արատն իր վերջին անցկացած խաղում շատ դրամատիկ ու հետաքրքիր էմոցիոնալ խաղում, որտեղ Արատը շատ մոտ էր 3 միավոր վաստակելուն, այո, հաղթում էր Արատը 3-1 հաշվով Միլանին ու ուներ քանակական առավելություն, բայց Միլանը իսկապես վերջնամասում շատ, այսպես ասած, կառուցողական ֆուտբոլ առաջարկեց մեզ ու 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպաս ու այդ դրամատիկ խաղը ավարտվեց 4-3-ի օգուտ Միլանի ֆուտբոլիստների, այո։ Сразу, не давай ему думать. Այդպիսի հետաքրքիր հանդիպում ունեցանք Արարատի մասնակցությամբ նախորդ տուրում։ Իհարկե Այաքսն էլ 5-2 հաշվով տարած աղթնակից հետո նաև Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը անցկացեց այդ ամիսների սպասվելիք հանդիպում, որտեղ պետք է Բետիսի հետ Այաքսը պարզեր իր հարցերը ու ամեն դեպքում այո արժանին ու ծափարություններ մատուցենք Այաքսի ֆուտբոլիստերին, ճիշտ է եզրափակիչում պարտվեցին Բետիսին 2-0 հաշվով ու Բետիսը նվաճեց Եվրոպա լիգայի տիտղոսը, բայց իհարկե Այաքսը ամբողջ մրցաշարի ընթացքում արեց անհնարին, ինչը կարող էր Այաքսը իհարկե, ինչը կախված էր Այաքսի ֆուտբոլիստերից, ներդրեցին նրանք խաղադաշտում ու արեցին ամեն հնարավոր բան այդ խաղերում, իհարկե ավելի լավ արդյունքներ ունենալու համար փոխ չեմպիոնը իհարկե պատվով տիտղոս է ու Այաքսը բնականաբար պետք է գոհ մնա այդ արդյունքից, այլ հարցը իհարկե եթե կարողանային նվաճել չեմպիոնությունը դա այլ իհարկե արժեք կստանար, բայց իհարկե մրցաշարում ամբողջ այդ մրցաշրջանում զբաղեցնել երկրորդ հորիզոնական այդքան ամիսների տևած պայքարից հետո մեծ արդյունք է ու մեծ այսպես ասած շնորհավորանքներ ուղենք Այաքսի ֆուտբոլիստերին, այո Մուսախանյանի դուբլը որոշիչ եղավ եզրափակիչում, հիմա Իսկանդարյանը խլում է իրականացրել, հարվածում է ու Գերաս Մանուկյանն է կանգնում գնդակի ճանապարհին Ղարիբյան ու Իսկանդարյանը տեսեք վարկաններ Իսկանդարյանից պահանջվեց գնդակը վերականգնել, բայց նույն բանն էլ Ղարիբյանից պահանջվեց, իսկ հիմա արդեն Ղարիբյանը կորցրեց գնդակը երկար փոխանցում առաջ Խորեն Հովանիսյան ու եթե ստացվեր շրջանցել Մանուկյանին այս դրվագում, ապա կհայտնվեր հարվածային գոտում Հովանիսյանը, բայց կարողացավ Մանուկյանը հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս, այդպիսով եզրային նետում իրականացնեն միայն Այաքսի տղաները։ Բունյատյան Հովանիսյանին է թողնում գնդակը։ Սարգսյան վտանգավոր իրավիճակ է ու եզրային նետում, այո, կիրականացնի, բայց Արարատը ոչ թե Այաքսը։ Ղարիբյան հերվից փորձ այստեղ դիպավ գնդակը Խորեն Հովանիսյանին ու անկյունային է վաստակում Արարատը, այո Ղարիբյանը փորձեց հարվածով աշկի ընկնել, բայց իհարկե շատ հեռու էր տարածությունը, հետո էլ Խորեն Հովանիսյանը պարզեց իր ոտք ու փակեց մրցակցի հարվածի ճանապարհը, անկյունային խաղարկված է, վտանգավոր է, բայց այս փոխանցումը բավական ուժեղ ստացվեց ու արդյունքում գնդակը կորցրեցին Արարատի ֆուտբոլիստները։ Եսայան դեպի Ավետիսյանը մեկ փոխանցում ընդամենը հետևեց դարպասապահից Ավետիսյան Իսկանդարյան ու Գերաս Մանուկյանը նորից լավ է աշխատում պաշտպանությունից դուրս գալով, բայց Այաքսի գրոհի ավարտվել երկրորդ տեմպով է գրոհում Այաքսը Իսկանդարյան ու այստեղ արդեն Հարությունյանն է լավ գործում, Արտյոմ Սարգսյան, նորից Հարությունյան ու կրկնակի սխալները երկու թիմերի կազմում էլ, իսկ այստեղ արդեն սխալ փոխանցում հետևեց Այաքսի ֆուտբոլիստի կողմից ու Եզիս նետեց Արարատը, Ղարիբյան թողեց գնդակի Գերաս Մանուկյանին դեպի առաջ եւ կար այո կար խաղի կանոնների խախտում Բունյատյանի կողմից եւ նորից բավական վտանգավոր գոթում Արարատը վաստակում է տուգանային հարվածի հնարավորություն, տեսնենք այս անգամ ով կմոտնա գնդակին, ով կվերցնի պատասխանատվությունը իր ուսերին։ Եթե չեմ սխալվում Պարքև Աբրահամյանն է գնդակի մոտ։ Ոչ, Զաքարյանը կատարի հարվածը կա Սուլիչը, բայց բարձր է ստացվում այստեղ Արարատի ֆուտբոլիստ Զորաբ Զաքարյանի կատարած հարվածը Խորեն Հովանիսյանը ստացավ գնդակը դաշտի միջին հատվածում շարժվում է դեպի կենտրոն ու տեղափոխություն դեպի Արայիկ Ավետիսյանը Ավետիսյան, այստեղ Զաքարյանը լավ է աշխատում թիկունքից, այո 2-10 համարների պայքար տեսանք, բայց արդյունքում մնաց գնդակը Այաքսի մոտ Եսայան երկար փոխանցում, այստեղ գնդակը բաժին է հասնում միայն
Ղարիբյանին ու վտանգավոր գրոյին տեսնում Արատից, բայց արդեն արված էին դիրքը կորցրեց Արատի ֆուտբոլիստ, այո շատ լավ փոխանցումներ, մեկը մյուսից գեղեցիկ ու վերջին արվածը, որը պետք է կատարեր Արատի ֆուտբոլիստ այս դրվագում չստացեց, Բունյատյան դեպի ձախ է գլորում գնդակը Հովանեսյան շատ փողարկված ու գեղեցիկ փոխանցում էր, պարզապես մի փոքր ուժեղ ստացվեց դեպի Արայիկ Ավետիսյանը, այո, եթե հաստեր գնդակին Ավետիսյանը պատկերացնում եք ինչ արժեքի մասին խոսենք Հովանեսյանի կատարած փոխանցման մասին, բայց իհարկե խոսել պետք է նմանատիպ ֆուտբոլիստներից, ովքեր կարողանում են դաշտը նման կերպ զգալ, տեսնելու ամեն հպում գնդակին իհարկե վտանգ է պարունակում մրցակցի համար տվյալ ֆուտբոլիստերի։ Խնդրեմ, Հովանեսյանը նորից խլում իրականացեց Իսկանդարյան։ Խորեն Հովանեսյան, Հովանեսյան ու այստեղ բրավո։ Վիապ Կիրակոսյանին ինչ լավ հարված տեսանք Հովանեսյանից, բայց Կիրակոսյանը իր տեղում էր ու կարողացավ պահել անառիկ դարպասը։ Այո, շատ լավ Հովանեսյանը այստեղ խլեց գնդակը մրցակցից, դա եղավ Այաքսի եւս մեկ Գրոյևսկիս, հետո ինքը իր համար ստեղծեց հարվածային դիրք ու հարվածեց, բայց իհարկե Վիրապ Կիրակոսյանը շատ գեղեցիկ ցած կատարեց ու հեռացեց գնդակը անկյունայինից փոխանցումը կա Բունյատյանը փորձեց հարվածել չստացվեց, հիմա փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ ու այստեղ կարողանում է այո գնդակը Արատի պաշտպան Վրեժ Հարությունյանը հեռացնել, իսկ հիմա արդեն կար խաղի կանոնների խախտում, այո Արատի ֆուտբոլիստի կողմից ու ստանդարտ է վաստակել Այաքսը այս անգամ էլ արդեն Խորեն Հովանեսյանն է կատարելու հարվածը կա մրցավարի սուլիչը Հովանեսյանը մոտենում է գնդակին Հովանեսյանը հարվածում է, բայց պատկասված ֆուտբոլիստները իրենց վրա ընդունեցին Հովանեսյանի հարվածը Իսկանդարյան, սա հարվածի փորձ էր իհարկե ստացվեց փոխանցում Արայիկ Ավետիսյանը դեպի, բայց ամեն դեպքում փոխանցումը անհաջող էր շատ պատտվեց գնդակը միջև Ավետիսյանին մոտենալու արդյունքում գնդակը հետո լքեց դաշտի սահմանները, ինչը նշանակում է հարված ենք տեսնելու Արատի դարպասից Գերաս Մանուկյանը կիրականացնի այս փոխանցումը շատ լավ փոխանցում դեպի վարկյանները առաջ Խաղադաշտ դուրս եկած Արատի ֆուտբոլիստ Սամսոն Հարությունյանի ուղղության ճիշտ է հիմա արդեն դրվագը անցյալում մնաց ես նետելու եմ Այաքսը Հարությունյանն ընդհանրապես վարկյանները առաջ դուրս եկավ խաղադաշտ ու տեսնենք ցանում ուժերով ինչ կառաջարկի Արատի կազմում իհարկե ինչ գործ անել հատկապես հարձակման գծում Սամսոն Հարությունյանը իհարկե հարձակողական ոչի կիսապաշտպան է տեսնենք նա արդեն առաջին մի քանի հպումները ոչ միայն մեկ այլ մի քանի հպումները գնդակին կատարեց Գերաս Մանուկյան ու դադարեցեց հիմա մարզավարը հանդիպումը կարծես ձգեց Մկանը Մանուկյան այսի դրվագում հիմա հասկանանք ինչ իրավիճակ է հուսանք որ վնասված չի ստանա հիմա այդ Գերաս Մանուկյան ու այս պատասխանատու պահին միայնակ թողնի խաղանկերներին ամեն դեպքում հիմա փոխանցվում է Մանուկյանը հասկանանք որքանով է լուրջ նրա վնասվածքը իհարկե հուսանք որ Գերաս Մանուկյանին մենք կրկին կտեսնենք այսօր խաղադաշտում Արատի կազմում այո նա խաղադաշտ լքելուց առաջ վերջին ցուցումներն է տալիս խաղանկերներին եւ այո ամենայն դեպս այս րոպեներին Գերաս Մանուկյանը չկարողացավ շարունակել հանդիպումը տեսնենք կարողանա նա վերադառնալ խաղադաշտ գոնե երկրորդ խաղակեսում թե վնասվածքը շատ բարդ կլինի Մանուկյանի մոտ ամենայն դեպս ներկա պահի դրությամբ ոչ մի տվյալ չկա ինչպիսին է նրա վնասվածքի լրջությունը Ղարիբյան Թողես Դավթյանին հետ փոխանցում դեպի Հարությունյանը ու երկար փոխանցում առաջ Պրեսինգ է գնացել հիմա Արատը բայց Այաքսի մոտ ստացվեց դուրս գալ պաշտպանությունից հետո էլ արդեն Վայե Պողոսյանի ջանքերի շնորհիվ գնդակը կման Այաքսի մոտ այո եզրային նետում է իրականացնում Այաքսը Հովանեսյան Արագացավ Ավետիսյանը, Հովանեսյանն էլ կատարեց այս հաշվի նկատ փոխանցումը դեպի Արայիկ Ավետիսյանը Դավթյան ու հիմա
Դադարեցեց մրցավար հանդիպումը, չեմ կարող ասել, իհարկե խաղի կանոնների խախտում նշանակեց թե ոչ, բայց հասկանանք ինչ պատահեց Արայիկ Ավետիսյանին այս դրվագում։ Не, он такой, на самом деле, от него тоже прикуривать можно. От него солнце погрелось, на самом деле. Но он это от большой любви делает. Он очень хочет делать хорошо, поэтому... Я всегда... Все собрали. На линию построились. Сань, помощь нужна? Нет. Все, хорошо. Направо повернулись. Կաննեց ոտքի Արայիկ Ավետիսյանը նա կամանա խաղադաշտում այո ամեն ինչ ներկա պայդրությամբ Ավետիսյանի հետ նորմալ է ու տեսնենք արդեն հանդիպման ընթացքը հանդիպումը ինչ ընթաց կստանա այս դադարից հետո հիմա գնդակով Արարատի ֆուտբոլիստներն Ղարիբյան անցավ այս փոխանցումը ամեն դեպքում բայց հետո ստացվեց Այաքսի ֆուտբոլիստների մոտ լավ դուրս գալ պաշտպանությունից Իսկանդարյանը հերվից փորձեր բայց շեղությամբ ստացվեց հիմա այդ Իսկանդարյանի դատարած հարվածը Հարությունյան շատ գրակ է Դավթյանը վարվեց այստեղ չհպվելով գնդակին այլապես պրեսինգի հետ դուրս եկել Այաքսը եւ բարդ է ասել կարողանալ Արարատը հաջող կերպով դուրս գալ պաշտպանությունից թե ոչ Դավթյանն է նետում եզրից բայց Բունյաթյանը տեսեք արդեն որտեղ է հասել ճիշտ է խախտեց խաղի կանոնները բայց դա մեծ հաշվով իհարկե Այաքսի ֆուտբոլիստներին այնքան էլ չի ուզում կարևորը վտանգավոր գրոյի ձեր սպայեցին Զերսպայից Բունյաթյանը Յակոմբին երկար փոխանցում առաջ ու նորից ախնդրեմ Բունյաթյանը արդեն պաշտպանության կենտրոնում էր եւ հաջող կերպով հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս Парни, построились, пожалуйста, чуть поживее реагируем. Я понимаю, устали, все, последнее, делаем легкую растяжечку и двигаемся на вытянутый можно ставить, чтобы места всем хватило. Все, ножки бросили, наклонились, бросили руки, расслабили шею, голову, расслабились, просто висим. Все расслабили. Поехали. Հարությունյան Бросаем, висим. Никита, голову ու расслабляем. այստեղ էլ շատ լավ գործեց Արարատի ֆուտբոլիստը բայց հետո արդեն Իսկանդարյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից դուրս եզրային նետում իրականացված է Ղարիբյանը ընդունեց գնդակը Ղարիբյանը շարժում է առաջ Ղարիբյանը ուղարկում է գնդակը ձախ եզր սա արվածի փորձ էր բայց շեղությամբ ստացվեց այս արվածի կրկին Արարատի կատարած Стараемся вес тела тоже այս դրվագում Մոսբունյակյան руками тянемся вверх. դեպի Իսկանդարյան տարավ գնդակի հետ կատարեց փոխանցում դեպի Պողոսյանի ուղղությամբ, բայց Պողոսյանը լավ չմշակեց այստեղ գնդակը, այո, շատ գեղեցիկ էր արել արդեն Իսկանդարյանը ամեն ինչ ու շատ հաջող դարպասին ուղղված հարված էլ կարող էինք տեսնել, եթե իհարկե փոխանցումը հաշվի նկատ հետևեր Պողոսյանից Արայիկ Ավետիսյան կրկին գրոհի հասնում Այաքսը, բայց այսքանով ավարտվեց Կրկին Ավետիսյան դեպի Հովանիսյանը Пальцы на стопе на себя, спина прямая, просто руками тянуть вперед. Ձախ եզրում է Ավետիսյանը ստացել գնդակը փոխանցումն էլ կա ու այստեղ շատ լավ գործեցին Արարատի ֆուտբոլիստները, այո շատ վտանգավոր իրավիճակ էր, իսկ հիմա արդեն պատասխան գրոհին է անցնում Արարատը իսկ Բունյաթյանը շատ վստահ պաշտպանվեց, ճիշտ է վերադարձավ գնդակը կրկին Արարատի ֆուտբոլիստերին, բայց Բունյաթյանը պայքարում է մինչև վերջ Հովանիսյան Детский сад. Я подметать останется. Կուրեղյանն է գնդակով, սա արվածի փորձեր, բայց բավական բարձր ստացվեց Կուրեղյանի կատարած արվածը Через верх. Клонились. Թորեն Հովանիսյան սխալվել էին, ոչ ներողություն Սարգսյանն էր այս դրվագում, սխալվել էին արդեն Արարատի ֆուտբոլիստները և
Ստացավ հնարավորություն հարված կատարելու Սարգսյանը, պարզապես այս դրվագում չնստեց գնդակը Սարգսյանի ոտքին։ Молодцы, в упор лежа встаем по очереди, пятку жмем. 3 секунды тянемся. Спокойно, легко, без резких движений. Стараемся пяткой дотянуться до пола. Потихоньку. Վտանգավոր իրավիճակ է, բայց այստեղ չի ստացվում, այո, դեպքում չստացվեց։ Արարատի ֆուտբոլիստի կատարած հարվածը շատ լավ դիրքում ստացավ հնարավորություն Արարատը հարված կատարելու, բայց իհարկե արդեն ամեն ինչ անցյալում մնաց այս դրվագի հետ կապված։ Замечательно, встаем, кому надо. Արությունյան դեպի Потерян. Поймали сюда, колени вместе. Ղարիբյան ուղարկեց գնդակը։ Ղարիբյանն լավ է գործում դաշտի միջին հատվածում, պայքարում է միջև վերջ Ղարիբյանը, անցումը հաջող է, փոխանցումը տեսնենք ինչպես կստացվի, դեպի կենտրոն վտանգավոր իրավիճակ է ու Բունյակյանն էր կրկին այո այս իրավիճակում ով փակեց հարվածի ճանապարհը ծափարությունների իհարկե Մոս Բունյակյանին ամենավերջի պահին ստացավ այդ խաղի իրավիճակից հետո Արարատի ֆուտբոլիստ Սամսոն Հարությունյանը հարված կատարելու հարվածեց նույնիսկ ու Բունյակյանը ողջ մարմնով կանգնեց գնդակի ճանապարհին, այսպես է պետք գործել կենտրոնական պաշտպանի գործում վառ օրինակ Մոս Բունյակյանը իհարկե մրցաշարի անկասկած լավագույն պաշտպաններից մեկն է հանդիսանում, իսկ հիմա Իսկանդարյան ու շատ դիպուկ հարված 1-0 Այաքսը բացում է հանդիպան հաշիվը վարկյան պահանջվեցին Արարատի վտանգավոր գրոյից հետո Այաքսին բացել հանդիպան հաշիվը Հովհաննես Իսկանդարյան Այաքսը հաշվի մեջ առջևում է արդեն Մեկ 0 Այաքսը հայտնվում է խաղակեսի վերջ թամասում, աղտողի կարգավիճակում այո Հովհաննես Իսկանդարյանը արեց միայնակ ամեն ինչ իմել ստացավ հնարավորություն Խորեն Հովհաննիսյանը, բայց հարվածը բավական բարձր ստացվեց ու նորից Իսկանդարյանը միջամտել էր այս դրվագին, այքես իրավիճակ, այքես հնարավորություն Или левой у тебя за спиной, просто встань. За спиной встань, его будет. Все, хорош. Ой, какие все красивые. Улыбаемся. Так, надо хоть в этот раз сделать нормальный ход. Я вроде смазал. Так, и фирменную ручку подняли вверх, как будто крылья у орла. Только не это. Вот. Все, улыбаемся. Все, спасибо. Все, погнали отдыхать. Орлы. Мне нравится. Եզից են ներդելու Արարատի ֆուտբոլիստները Если что, опрос автора видео, ему напишите, скажет, возьмите. Արիբյան ստացվեց անցկացնել գնդակը, բայց Բունյակյանի երկրորդ հարգում վստահ Հարությունյան հիմա երկար փոխանցում առաջ Ղարիբյանը թիկունքից փորձում է խլում իրականացնել գնդակի ամեն դեպքում ստացվեց այո պահել Արարատի ֆուտբոլիստ Ղարիբյանի գործողություններում գնդակը Արարատի համար այո շատ վստահ գործեց Ղարիբյանը այս դրվագում իսկ հիմա ուժեղ է դեպի Ղարիբյանն ուղղված այս փոխանցումը ու հարված ենք տեսնելու Արա Եսայանի պաշտպանած դարպասից Իսկանդարյան Շատ լավներ այս փոխանցումը Իսկանդարյան հետո ինքն հարվածեց ու մի փոքր բարձր ստացվեց Իսկանդարյանի կատարած հարված այո խաղակեսի վերջնամասում հատկապես Իսկանդարյանը շատ լավ տպավորություն է թողնում խաղադաշտում Արարատն է անցել գրոհի աջ եզրով Արտակ Սարգսյան, բայց միջև վերջ անցում իրականացնել չստացվեց, Հովհաննիսյան պահեց գնդակը Այաքսը, Հովհաննես Իսկանդարյան, Հովհաննիսյան նորից դեպի Իսկանդարյանը ու արդեն նորից Վիրապ Կիրակոսյանը
Հարգում է այս իրավիճակում Արարատին, այո, շատ մոտ էր Այաքսը խաղակեսի վերջնամասում երկրորդ նույնիսկ երրորդ գնդակը հեղինակելու, եթե իհարկե իրենց շանսերը օգտագործեին Այաքսի ֆուտբոլիստները, բայց առայժմ միակ ու տիպուկ արվածը տեսել ենք Հովհաննես Իսկանդարյանից, որը ավարտվել է այս խաղում դարպասի գրավմամբ, ինչի շնորհիվ հաղթում է այս պահին 1-0 հաշվով Այաքսը։ Հանդիպանը առաջի խաղակեսի վերջի րոպեն կրկին նույնպես մեկնարկում է ու տեսնենք այս անկյունայինը ինչ կտա արդեն։ Այաքսին ավարտվում է այս դրվագը Մոզ Բունյացյանի խփած գնդակով, Այաքսը վերջնամասում խաղակեսի, նաև կրկնապատկում է իր առավելությունը 2-0 ու խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլասերները, մեկնարկում է Արարատն ընդդեմ Այաքսի հանդիպման երկրորդ խաղակեսը, առաջի խաղակեսից հետո Հովհաննես Իսկանդարյանի ու Մոզ Բունյացյանի խփած գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթում է խաղադաշտում Այաքսը ու տեսնենք երկրորդ կեսում ինչ ֆուտբոլ կառաջարկեն մեծ թիմերը, ինչ ֆուտբոլ կառաջարկի առաջին իսկ հերթին Արարատ այս արդեն իսկ բարդ իրավիճակում հայտնվելուց հետո, այո, մինչև խաղակեսի 21-22 րոպեները ամեն ինչ կարելի ասել ընթանում էր Արարատի սցենարով, Արարատը ունեցավ իր հնարավորությունը, այո, հիշում եք այդ դրվագը երբ հարվածեց նույնիսկ դարպասի ուղղությամբ Սամսոն Արությունյանն ու Մոզ Բունյացյանը փակեց այդ գնդակի ճանապարհը եւ անմիջապես հաջորդից գրոհի ժամանակ արդեն կարողացավ Իսկանդարյանը գրավել արդեն Արարատի դարպաս Այաքսը առաջ անցավ հաշվում է եւ խաղակեսի վերջամասում էլ Մոզ Բունյացյանը միանալով անկյունայինի խաղարկմանը գրավեց դարպասու 2-0 դարձրեց հանդիպան հաշվը կրկնապատկեց առավելություն ու հիմա տեսնենք Արարատը արդեն ինչ կանի երկրորդ խաղակեսում Բայե Պողոսյանը ստացավ այս խաղում առաջին դեղին քարտը ձեռքով խաղալու համար հիմա եզրային իրականացեց, բայց Հովհաննեսյանի փոխանցում այս դրվագում չստացվեց Կերաս Մանուկյան, այո, ստացվեց Մանուկյանի մոտ վերադառնալ խաղադաշտն Անտմիշմանը փոխարինվեց ու հիմա կրկին խաղադաշտում է ամեն ինչ կարգին է Գերաս Մանուկյանի հետ Արման Պողոսյանն է գնդակով առաջանում դեպի Հարությունյանը նորից Պողոսյան շատ լավն էր այս կատարված փոխանցումը Ղարիբյան վտանգավոր իրավիճակ է ու դուրս եկավ այո գնդակը դաշտի սահմաններից դուրս եզից կներդի Այաքսը Դիպավ այո դիպավ գնդակը այստեղ Սարգսյան ձեռքին Ստանդարտ է իրականացնելու հիմա արդեն Ղարիբյանը սա հարվածի փորձեր ու Եսայանը վերցրեց գնդակը այո շատ չասեմ շատ ուժգնությամբ են ընթանում հարվածը, բայց ամեն դեպքում կարող են խնդիրներ առաջացնել Եսայանի համար, հիմա նորից Այաքսը հակագրոհում է Իսկանդարյան, լավներ փոխանցում ու եթե հուշում լիներ Սարգսյանին, ապա նա գնդակը կթողներ անկասկած Բայե Պողոսյանին, ով ավելի նպաստավոր դիրքում կստանար գնդակը ու կատարել այդ վերջնական հարվածը, բայց դրվագը այդքանով ավարտեց Այաքսի համար, այո Պողոսյանը իհարկե անհամեմատ կերպով ավելի հարմար ու նպաստավոր դիրքում էր գտնվում, քան նրա խաղընկերն էր այդ դրվագում Սարգսյանի մասն է խոսքս, եզրային նետում իրականացված է Խորեն Հովհաննիսյան Իսկանդարյան, Հովհաննիսյան անցումը գեղեցիկ էր Իսկանդարյան դուբլը նույնպես կայանում է 3-0 արդեն Այաքսը եռապատկում է իր առավելությունը այս խաղում առաջին անգամ
3-0 այո շատ գեղեցիկ խաղարկումներ էին, շատ գեղեցիկ դարպասի գրավում ունեցանք Իսկանդարյանից եւս մեկ անգամ ու արդեն շատ լուրջ առավելություն է ստացել խաղադաշտում Այաքսը եւ տեսնենք իհարկե Արատը իր համար արդեն ավելի բարդ խնդիրներ ստեղծեց այս գնդակը բաց թողնելով 3 գնդակ զիջերից վերադառնալ խաղ իհարկե Այաքսի դեմ խաղում շատ բարդ է, շատ այսպես չասեմ անհնարինն է իսկապես Արատը կամք հավատ ցուցադրել է խաղադաշտում երբեմն իհարկե շատ հանդիպումների ընթացքում մենք մեկ անգամ չի որ տեսել ենք Արատից թե նրանք ինչպես են պայքարում միջև վերջին եզրափակի սուլիչը մրցավարի, բայց իհարկե անհամեմատ կերպով շատ բարդ մրցակից է Այաքսը իր նախորդ մրցակիցների համեմատ ու այսօր պետք է արդեն բանը իհարկե Արատի տեսանկյունից սրան չհասներ 3 գնդակի տարբերություն Ետ բերել Այաքսի դեմ խաղում շատ կրկնակի եռակի տասնակի անգամ բարդ է լինելու կրկնում եմ Արատի համար քան դա ստացվել է Արատի մոտ նախորդ հանդիպումների ժամանակ երբ Արատը եղել է նմանատիպ իրավիճակներում բայց ամենայն դեպս սա ֆուտբոլ է սա ԱՖԼ-ն է որտեղ անհնարին իրականություն է դառնում ու եկեք առայժմ չշտապենք ոչ մի հարցում ճիշտ է այս պայդրությամբ շատ մոտ է Այաքսը այս խաղում արդեն իսկ հաղթանակին չփաստենք իհարկե Այաքսի հաղթանակը քանի որ դեռ երկրորդ խաղակեսի միջին հատվածը նույնիսկ չի անցել բայց եթե եւս մեկ անգամ Այաքսը գրավի մրցակցի դարպասու 4 գնդակի առավելություն ստանա խաղադաշտում դա իհարկե արդեն բոլոր հարցերի պատասխանը կտա հաղթողի հետ կապված առայժմ երրորդ գոլը հեղինակելուց հետո Այաքսը վտանգավոր պա դեռ չի ստեղծել այնպես չէ որ Արատը կարողացել է հարվածել Եսայանի պաշտպանած դարպասի ուղղությամբ, բայց ամենայն դեպս պետք է փորձի Արատը առաջին հերթին պետք է փորձի այս ամենը կառավարել, այս ամենի տակից դուրս գալ, այսպես ասենք ու դրա համար իհարկե պետք է որքան հնարավոր է հարվածներ իրականացնել դարպասի ուղղությամբ, սա ստանդարտ էր, որի հետո Արատի ֆուտբոլիստներից հարված հետևեց Այաքսի դարպասի ուղղությամբ, բայց բարձր ստացվեց հարված ու հիմա արդեն Արա Եսայանի դարպասից հարված ենք տեսնելու Ավետիսյան գտավ Իսկանդարյանին առջևում Իսկանդարյան նորից դեպի Ավետիսյանը դեպի կենտրոն ու ստացվեց հեռացնել Գնդակը երկրորդ տեմպով կգրոհի հիմա Այաքսը Ավետիսյան դեպի ետ Իսկանդարյան հարվածային դիրքում է ոչ ուղարկեց Խորեն Հովանիսյանին գնդակը Հովանիսյան ու Կիրակոսյանը փրկեց բայց Իսկանդարյանը նաև հետրիկ հեղինակ է դառնում այս խաղում այո 4-0 արդեն սա մոտ է սա իրականում իհարկե 3 միավոր է պարգևում այս խաղում արդեն Այաքսին Չորձրո հետրիկի հեղինակ դարձավ այս խաղում արդեն Հովանես Իսկանդարյանը ու կարելի ասել այս խաղում հաղթողի հետ կապված բոլոր հարցերի պատասխան այս դարպասի գրավումով ունեցանք, այո, իհարկե կարող է արդեն Արատը կրճատել հանդիպան հաշիվը, ամեն ինչ հնարավոր է, բայց 4 գնդակ պարտվելից չեմ կարծում թե կարողանան այս խաղում վերադառնալ խաղը Արատի ֆուտբոլիստները Ամենայն դեպս երբ թված մի պա որ արդեն հարվածը փակվել է ու ոչ Կիրակոսյանը նաև Հովանեսյանի հարվածի ժամանակ շատ լավ գործեց ինչի համար եւս մեկ անգամ արժանի մատուցենք Արատի դարպասապային բայց չգիտես որտեղից հայտնվեց Իսկանդարյան ու վերջնական հարվածը նա կատարեց շատ դիպուկ կատարեց գլխով ուղարկելով գնդակը ցանցի եւ այդպեսով ձևավորվեց խաղադաշտում այս պայդրությամբ 4-0 հաշիվը ի օգուտ Այաքսի ֆուտբոլիստների Մոզ Բունյատյան դեպի Իսկանդարյանը Իսկանդարյանն ուղարկում է գնդակը Արայիկ Ավետիսյանի ուղղությամբ Իսկանդարյանն մի փոքր հեռու թողեց, բայց հետո ինքն էլ պահեց գնդակը, ինքն էլ փոխանցում իրականացրեց դեպի Խորեն Հովանիսյանը, Հովանիսյան դեպի Ավետիսյանը, բարձից փոխանցում ու այս անգամ արդեն
Կիրակոսյանը դուրս գալով դարպասից ֆիքսում է գնդակը երկար նետում առաջ, բայց Բունյատյանը նաև այստեղ է հասնում փակել մրցակցի ճանապարհը։ Եսայանը վերցրել է գնդակը, նետեց դեպի Գյուրեղյանը, Ավետիսյան, Իսկանդարյան դեպի Աչեզր Սարգսյան, Աչից կա Պողոսյանը, բայց տեսնենք գրողը ինչպես կավարտվի, չկար արդյոք խաղի կանոնների խախտում, մրցավարը չնշանակեց այս դրվագում, այո, չտեսավ խաղի կանոնների խախտում եւ Արարատը վտանգավոր գրոհի անցնում, տեսնենք այս գրոհը հերվից արված ու Եսայանն արդեն ամենաճիշտ դիրքում սպասում էր գնդակին ու կարողացավ վերցնել գնդակը Իսկանդարյան թողնում է Ավետիսյանին ու դեպի Աչեզր Պողոսյանի ուղղությամբ գլորեց Ավետիսյանն էլ գնդակը Պայե Պողոսյան դեպի Բունյատյանը, Բունյատյանն էլ տեղափոխում է գնդակը դեպի Գյուրեղյանը, խորքից փոխանցում ու Դավթյանն էր, եթե չեմ սխալվում, ֆերացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Բունյատյան դեպի Եսայանը ու գնդակի տեղափոխություն դարպասապա Եսայանից տեսանք դեպի Իսկանդարյանը շատ վստահ է գործում այսօր իսկապես Հովհաննես Իսկանդարյանը խաղադաշտում Բունյատյան, Ավետիսյան, կրկին Բունյատյան դեպի Գյուրեղյանը ուղարկեց գնդակը ու Պողոսյան Աչեզից միացել է գրոհին անկյունագծով հրաշալի փոխանցում դեպի Վայե Պողոսյանը, բայց հեռացեցին, այո, ամեն դեպքում հեռացեցին գնդակը Արարատի ֆուտբոլիստները այս դրվագում Խորեն Հովհաննիսյան, Իսկանդարյան գեղեցիկ էր, բայց հիմա էլ Հարությունյանը չեզոքացեց այս գրոհի շարունակությունը, որը բավական վտանգավոր է ստացվել, Վայե Պողոսյան շատ լավ խաղարկումներ, բայց վերջին հարվածը չտեսանք այս դրվագում Հարությունյան գլորում է գնդակը դեպի առաջ, բայց այստեղ Բունյատյանն էր, արդեն կրկին Հարությունյան կրունկով Պողոսյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը, փոխանցում էլ կատարեց ու այո, խնդրեմ, տեսեք, Այաքսը կրկին գնդակով է Իսկանդարյան ուղարկում է դեպի Ավետիսյանը գնդակը Ավետիսյան լավ անցում, Ավետիսյան հարվածն էլ տեղի ունեցավ ու Վիրապ Կիրակոսյանը կրկին վերցրեց գնդակը, նետեց այն դեպի Ղարիբյանը Եվ այստեղ գնդակի խլում Գյուրեղյանից տեսանք, հարվածի փորձել ու շեղությամբ ստացվեց այս դրվագում արդեն Գյուրեղյանի կատարած հարվածը Այստեղ խլեցին կրկին Այաքսի տղաները գնդակը Խորեն Հովհաննիսյան ու չստացվեց աջ ոտքով դիպուկ հարվածել, այո, Հովհաննիսյանի սարսափելի հարվածները ստացվում են ձախ ոտքով Իհարկե, մենք մեկ անգամ չի, որ Հովհաննիսյանի հարվածներին ականատես ենք եղել, հիմա վտանգավոր գրոհ Արարատից, բայց այստեղ էլ եզրափակել գրոհը Զորաբ Զաքարյանի մոտ չստացվեց, բարձր ստացվեց նրա կատարած հարվածը Պողոսյան ուղարկեց դեպի Խորեն Հովհաննիսյանը գնդակը երկար փոխանցում է Հովհաննիսյանից այստեղ կրկին
Եթե չեմ սխալվում, Դավթյանը հեռացեց գնդակը, իսկ հիմա արդեն դիպավ գնդակը Խորեն Հովհաննիսյանի ձեռքին ու ստանդարտ իրականացնի Արարատը։ Տեսնենք այս ստանդարտը ինչի կվերածեն Արարատի ֆուտբոլիստները, բավական բարձր է ստացվում նաև այս կատարած հարվածը։ Հովհաննիսյան ու չստացվեց հասնել գնդակին։ Մի փոքր ամեն դեպքում ուժեղ ստացվեց այս փոխանցումը։ Ներողություն եմ խնդրում ու եզից արդեն կնետեն Արարատի տղաները։ Այո, աստիճանաբար հանդիպումը մոտենում է ավարտին, ճիշտ է դեռ 10 րոպեկա հիմնական ժամանակի ավարտին, մրցավարը կարծում եմ մեծ հաշվով փոխհատուցելու կարիք էլ չի տեսնի այս հանդիպանի հետ կապված, իհարկե որպես այդպիսին մեծ դադարներ չեն եղել առայժմ։ Ղարիբյանը աչեզրում է։ Փորձում է հարվածային դիրքում հայտնվել Արարատի ֆուտբոլիստը, բայց միանգամից տեսեք Դավթյանին շրջափակման մեջ առան 2-3 ֆուտբոլիստերով, Ավետիսյան դեպի Իսկանդարյանը եւ խնդրեմ եւս մեկ հակագրող Այաքսից Իսկանդարյան ու շատ լավ նկատել է արդեն բաց անկյունը հարվածն էլ վատ չէր ստացվել պարզապես մի փոքր լավ չհաշվարկեց Իսկանդարյանը վերջին մասը գնդակի ընթացքի ու այդպիսով գնդակը չհայտնվեց ցանցում Ղարիբյան փոխանցում դեպի կենտրոն այստեղ էլ Պողոսյանն է հեռացնում գնդակը դեպի Արայիկ Ավետիսյան ու նորից հակագրող Այաքսից կարող ենք տեսնել Խորեն Հովհաննիսյան ուժեղ այո ամեն դեպքում ասենք Ավետիսյանի փոխանցում ուժեղ էր ստացվել Ավետիսյան դեպի Իսկանդարյանը կա նաև այս փոխանցումը Խորեն Հովհաննիսյան ու ամենավերջին պահին միայն արվածեց Հովհաննիսյանը այդ դրվագում արդեն Վիրապ Կիրակոսյանը մոտեցել էր նրան ու կարողացավ փակել գնդակի ուղղությունը իսկ այստեղ Գյուրեխյանը հրաշալի է գործում երկրորդ դրվագում էլ չկար խաղի կանոնների խախտում Արարատի գրոհը տեսնենք Ղարիբյան ու Ստացվեց Ղարիբյանի հարված, այո, կային փոխանցման տարբերակներ, առնվազն 2 տարբերակ ուներ Ղարիբյանը, բայց որոշեց ինքը եզրափակելու։ Ստացվեց նրա հարված այս դրվագում։ Սարգսյան դեպի Խորեն Հովհաննիսյանը, Հովհաննիսյան ու շատ լավ, տեսեք, շատ լավ են նկատում միմյանց, թե Հովհաննիսյանը, թե Իսկանդարյանը, այս երկու ֆուտբոլիստները, այս երկու շարժիչ ուժերը Այաքսի հարցակման գծի իսկապես շատ լավ են հանդես գալիս խաղադաշտում իհարկե ոչ միայն այս երկու ֆուտբոլիստները որոնց նշեցի Հովհաննիսյանը, Իսկանդարյանը, նաև Ավետիսյանը, Սարգսյանը շատ լավ մարզավիճակում են գտնվում հիմա դադարեցնում են մրցավարը հանդիպումը տեսնենք ինչ պատահեց Արարատի ֆուտբոլիստին Հիմա արդեն շարունակում ենք հանդիպումը Եսայան ձախ եզրով է Այաքսը եւս մեկ գրով փորձում սկսել Ավետիսյանն է առաջանում Ավետիսյան նկատեց Իսկանդարյանի գրոյի միացումը իսկ այստեղ արդեն փակվեց նաև Իսկանդարյանի փոխանցումը ու հիմա կարող է հակագրոհել Արարատը, բայց տեսեք, շատ լավ է Այաքսը հասնում վերադասավորվել պաշտպանությունում, ճիշտ է, ամեն դեպքում Արարատը անցել է գրոյի, Դավթյանը միացել է գրոյին, բայց փոխանցումը անչափ ուժեղ ստացվեց այս դրվագում ու Եսայանը առանց խնդիրների տիրեց գնդակին, տեսնենք ում կուղարկի գնդակը դեպի պաշտպանություն Գյուրեխյանի ուղղությամբ ու ձախ եզր Գյուրեխյանն էլ ավելի ուղարկեց գնդակը, այստեղ Ավետիսյանն է առաջանում
Կրկին Գյուրեխյան, այո, Այաքսը փորձում է հանդիպումը մոտեցնել Լավարտինը Արարատի առաջին խնդիրն այս խաղում իհարկե։ Գոնե մեկ գնդակ հեղինակելն է ու փորձել որքան հնարավոր է շատ կրճատել հանդիպանաշիվը, տեսնենք դա իհարկե որքանով կստացվի Արարատի մոտ։ Խորեն Հովանեսյան թողեց Իսկանդարյանին դեպի աջ, Պողոսյան ու նորից Կիրակոսյանն է փրկում այստեղ, իսկ հիմա ինչ է խախտում չի նշանակում մրցավարը, այո, քանի որ գնդակը Սարգսյանի մոտ էր, ում հարվածը բավական բարձր ստացվեց այստեղ։ Տեսեք, 3 ֆուտբոլիստ անմիջապես պայքարում են Այաքսից գնդակի համար ու արդյունքում գնդակը բաժին է հիմա ասել Հովանես Իսկանդարյանին դեպի աջ փոխանցում Վայե Պողոսյանի ուղղությամբ Սարգսյան Հովանեսյան հարված է անհրաժեշտ Խորեն Հովանեսյան ու թույլ ստացվեց մի փոքր հարվածը Կիրակոսյանը այստեղ նույնպես վերցրեց գնդակ իսկ Մունյաթյանը կրկին կարողանում է թույլ չտալ որպեսզի վտանգավոր գրոհը սպառնա Եսայանի դարպասի ուղղությամբ Մունյաթյան Իսկանդարյան նկատել է, այո, տեսեք մեկ հպումով առած դադար պահելու եւ շատ ճիշտ վարվեց փոխանցում կատարելու պահին Իսկանդարյանը պարզապես մի փոքր պետք է փոխանցումը թույլ կատարել, որից հետո Ավետիսյանը արդեն անկասկած կհասներ այդ գնդակին իհարկե դրվանք այնպիսին էր որ դադար վերցնելու իրավունք Իսկանդարյանը մեկ վարկան կետ չուներ պետք է անմիջապես ազատվել գնդակից ու այդպես էլ արեց այդ դրվագում Այաքսի 11 համարը Պողոսյան շատ լավն էր այս անցումը Իսկանդարյան պոկերը կլինի ոչ Կիրակոսյանը փրկում է իսկ Խորեն Հովանեսյանը չի ստանում այդ հարվածի հնարավորությունը ճիշտ է գնդակը կլինի ամեն դեպքում Այաքսինը եզրային նետում իրականացված է Սարգսյան դեպի Հովանեսյանը Հովանեսյան փորձում է այո հարմարեցնել գնդակը ձախ ոտքին ու հարվածել բայց թույլ չտվեցին Արարատի պաշտպանները Մունյաթյան կրկին գնդակը Այաքսի մոտ է Շատ լավ փոխանցում դեպի Իսկանդարյանը տեսանք դարպասապահ Եսայանից ինչ է անում Իսկանդարյանը Ավետիսյան ու հասկանալի է այս համագործակցության մտահղացումը իհարկե փորձեց կրկին Իսկանդարյանին փոխանցել Ավետիսյանը որից հետո կարող էինք Հովանես Իսկանդարյանի պոկերը տոնել այս խաղում 4-րդ դարպասի գրավումը նրա անձամբ բայց արված կատարելու հնարավորությունը այդպես էլ չստացվեց այս դրվագում Եվս մեկ գրո Սարգսյան 2 րոպե մինչև հանդիպան ավարտը այդքան ունեն թիմերի ես տրամադրության տակ իհարկե Այաքսի մասով այլևս ասելու կարիք չկա Այաքսը բնականաբար գոհ է այս արդյունքից քանի որ վաստակում է հերթական 3 միավորը ու արդեն մրցաշարային աղյուսակում ստեղծում է ել ավելի գերհետաքրքիր պատկեր առաջատարների միջև Բենֆիկա, Փարիզ, Պալերմո, Այաքս այս 4 թիմերը ովքեր այս պահին գտնվում են լավագույն քառյակում Իհարկե Արարատը արդեն մի փոքր ետ է մնում 12 միավորով, բայց կմնա 6-րդ հորիզոնականում ու կսպասի Արցախի հանդիպման այս տուրում, որտեղ Արցախը միայն հաղթանակի հասնելու դեպքում նոր կշրջանցի Արարատին, այնպես որ իհարկե Արարատի խնդիրը մեծ հաշվով պարտվել 4 կամ 5 գնդակի տարբերությամբ։ Իհարկե այս խաղում արդեն ոչինչ չի տան, նրանց առաջնային խնդիրը պետք է լինի Թեկուզ այս կարճ մնացած 2 րոպեների ընթացքում 1 գնդակ հեղինակելը, դա իհարկե կրկնում եմ պարզապես հաշիվը թրջելու համար, այլապես միավորի մասին իհարկե դա պարզ է խոսելը անիմաստ է այս խաղում Այաքսի հերթական 3 միավորին Իսկանդարյանի 4 դարպասի գրավումից հետո վերջնականորեն փաստեցին, որ արժանացել է, իսկ Իհարկե Այաքսն էլ փորձում է հանդիպումը մոտեցնել ավարտին ու հաղթանակ տանել 4 հաշվով այս խաղում Սարգսյան Այստեղ այո գնդակը կլինի Այաքսինը վերջում Արարատի ֆուտբոլիստից այն դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս
Կրունկով փոխանցում ու այստեղ Պողոսյանն է միջամտում պայքարին, բայց ամեն դեպքում պայս են գնդակը իրենց մոտ Արարատի ֆուտբոլիստները, իսկ այստեղ արդեն կար խաղի կանոնների խախտում։ Այաքսի պաշտպանի կողմից ու ստանդարտ կիրականացնի հիմա Արարատը, այո, ամեն դրվագ կարող է լինել վերջին այս խաղում։ Եսայան վերցրեց գնդակը, ուժեղ փոխանցում կատարեց առաջ Իսկանդարյանի ուղղությամբ ու տեսնենք այս գրոհը արդեն ինչ կտա Այաքսին։ Անկյունային, այո, ամեն դեպքում անկյունային մրցավարը թույլ կտա խաղարկել։ Հիմնական ժամանակի վերջին վարկյաններն են ընթանում, Ավետիսյան փոխանցում դեպի Հովանեսյան ու եւս մեկ անկյունային արդեն հակառակ եզից կիրականացնի Այաքսը։ Պողոսյան բարձից է հետևում փոխանցում, այո, հասցրեց գնդակը դեպի Հովանես Իսկանդարյան, իսկ այստեղ Իսկանդարյանի փոխանցման ճանապարհը փակվեց եւ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է Այաքսը վստահ աղտնակ է տոնում, մարժանանում է իր հերթական 3 միավորին ու ժամանակավորապես մրցաշարային աղյուսակում վեր է բարձրանում Գեորգ Հորիզոնականը։ Խաղային օրը մեզ մոտ ավարտվում է այս հանդիպումով, բարի գիշեր ու ամենայն բարիք։